Սպյուրքը բարակդող քայլերուն, հայրենասիրության ծաղրանքին և արժեքային համագարքի ազգային ըմբռնողության խորդակման։ Ընթացքը թաթարչունի և կահավեժ գշարունակվի թիրախավորելով հայարակելական Սուրբ Եկեղեցին անոր սպասավորներուն նկատմամբ թավատրական քայլերով ժողովրդահաճո հերյուրանք փրփուրներով նպատակ ունենալով փշրել հայ ժողովրդի ու անոր հայրենիքին գոյատևումը ապահովված ողնաշարը ամբողջ։ Հարվածել հայ եկեղեցին, ճանչնալ Արցախի իբրև ադրբեջանական հողամաս, մոռացության տալ Բաքուի մեջ կալանավորված հերոսները, հարցականի վերածել հայոց ցեղասպանությունն ու անոր հետևանքները, թուրք-ադրբեջանական թանդեմին ազատ անցք շնորհել Հայաստանի մեջ, Հայաստանը նկատել միայն հոսաբրող հայ թե օդար քաղաքացիներու հայրենիք, փոխել ազգային խորհրդանիշերը, հայոց պատմությունը վերածել լոկ Հայաստանի պատմության, չլատել հայրենիքի կապվածության, հայրենասիրության արմատները, նարինջ ուտողներ, հայթադական և երազգոտ նկատել սպյուրքի հայությունը և թեր ուրիշ այլանդակություններով մտքերը բղդորել, ծրագրված, հետևողական, հայրենաքանդ ու ազգաթավ սիստեմատիկ ընթացք է անդարագույս։ Ահա դե ուր հասած ենք բոլորս հավաքապար։ Վտանգված է հայրենիքը, վտանգված է պետությունը, վտանգված է հայարակելական եկեղեցին ամենուրեք իր նվիրապետական աթոռներով, Էջմիածին թե Անտիլիաս, Երուսաղեմ թե Կոստանդնուպոլիս։ Վտանգված է ողջ հայությունը ազգովին, Հայաստանի մեջ թե Թուրքիա և արտերգիր։ Այլևս անհանդուրժելի ձևով հատված են կարմիր գիծերը։ Անհայրենիք հայ մարդ, աշխարհաքաղաքացի սոսկ անհատ, իդ երազուրկ ապրող էակ գերդել, հետևողական թավը ակներև է և առանց թույզն ամոթի գարդահետվի։ Եվ այս բոլորը կկատարվին հանուն ժողովրդավարության, հանուն մարդկային իրավունքներու, խաղաղության, տնտեսական բարեկարգումներու, բդածության դեմ պայքարի, թափանցիկության բնութագրումներով։ Մենք կողմնակից ենք արժանապատիվ խաղաղության և ոչ թե բարդատրված սին խոստումներով անհերանեկար խաղաղության, նորանոր զիջումներու դունդվող դեսանելի խաղերով հայրենագործան պայմանագիրներով, դեսանելի թափանցիկությամբ ակնհայտ են մեքենայություններն ու սատրանքները։ Մենք ազգովին կանգնած ենք Ջրբաժանի դիմաց, լինելության պայքարն է այսօր, կամ հանձնվիլ ու գամովին գիտակցաբար երթալ գործանումի, կամ դրոշը բարձր պահել ու պայքարիլ։ Հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյա պատմությունը վկա, որ իբրև քաղաքապարական, քաղաքական ու կազմակերպական մարդունակ ուժ իր հայրենիքին, ժողովրդին ու հայ մարդուն փոխանցակ շահերուն պաշտպանության և ծառայության նվիրված գուսակցություն չի կրնար իրավունքը չունի պայքարի դրոշը վարդնելու։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջին արևելքի քաղաքներու պաշտպանության և այդ հատի խնդիր ինգած հերոս նահատակները վկա են դաշնակցության սխրանքներում։ Հայաբահմանման ճակատի վրա
Աշխարհադարած տաշնակցության եւ երեխեգից միություններուն գդարած ներդրումը ի խնդիր ինքնության պահպանման համահայկական նշանակություն եւ արժեք ունի։ Հայրենիքի անկախության հռչակում են տաշնակցության Հայաստանի մեջ վերընծում են եւ Արցախի ազատագրում են ետք։ Ոչ ոք կրդա ուրանալ այս կուսակցության եւ իր սպիրկահայ գործընկերներուն անդեղի տալի ու վճռական մասնակցությունը ամբողջական Հայաստանի կերտման ջամփուն հայրենիքի փառքավաճման ու գոյատևման ի խնդիր։ Իր պատմության ընթացքին Օսմանյան գասրութերեն ցարական Ռուսիա եւ բոլշևիկյան ռեժիմ դեպապար հալածված այս կուսակցությունը Սպիրկի մեջ քաղտի սպասարկություններու եւ կորձակալներու թավատության ենթակա տաշնակցությունը ապրած է անվհատ կերպով կորձած է եւ բարիքարը շարունակած։ Այսօր եւս տաշնակցությունը չի գտնար դեղի տալ, որովհետեւ ցախողած են ու պիտի ցախողին Հայաստանը սպիրկեն հերացնելու բոլոր թավացությունները։ Ցախողած են ու պիտի ցախողին իր հրմատութերեն աստին, հայ ժողովրդին ու հայրենիքին համար կործող իր լավագույն ընկերները զոհաբերող տաշնակցությունը ժողովուրդեն հերացնելու եւ հայրենիքեն օդարելու բոլոր մեքենայությունները։ Անընդունելի եւ մերժելի են մեր ազգային արժեքներն ու խորհրդանիշերը անարգող, ոտնագող երող թավերը, Հայաստանի այցարակելական Սուրբ եկեղեցին, Արարատը, ամբողջական Հայաստանը, մեր նահատակները անզիջելի կակատներ են, որոնց յուրաքանչյուրին գահարված է համայն հայությունն ու հայրենիքը։ Հայաստան եւ Սփյուռք մեկ միասնություն է։ Զայն պահպանելը բոլորիս պարտավորությունն է։ Ու զայն կանտելու փորձերուն պատասխանը հավաքական դիմացությունն է։ Մեկ է տաշնակցությունը։ Մեկ ամբողջություն է ան։ Չկան տաշնակցության մեջ արևմտահայ եւ արևելահայ զանգվածներ։ Չկան Հայաստանի տաշնակցություն եւ Սփյուռքի տաշնակցություն, չկան Հայաստանի բյուրո եւ Սփյուռքի բյուրոյի անդամներ, գա մեկ ու միակ տաշնակցություն։ Ու այս մեկ տաշնակցությունը իր հայրենի ժողովրդին կողքին է։ Հայաբական տաշնակցությանը Սփյուռքի բոլոր գարույցները անխդիր ամերիկաներեն մինչև միջին արևելք, Եվրոպա ու Ավստրալիա, հոն ուր այս արևուն դակ տաշնակցական ընկեր գա, անվերաբահ գերբով հայրենի մեր գարույցին կողքին է։ Այլ գերբ չի գրնարը լալ սիրելիներ։ Մեզ կերեզվարելու փորձերը դասամյակներ շարունակ ցախողության մատնված են։ Այսօր եւս ցախողության պիտի մատնվին անկասկած։ Ու պիտի բարձր բահենք Քրիստապորի, Ռոստոմի, Զավարյանի գրագով փոցավարած շահը։ Ու այդ պիտի ընենք ու պիտի ելլա հավաքապար։ Այնպես ինչպես 28 մայիս 1918-ին Արամ Մանուկյան համընդհանուր զորագոչով պաշտպանեց Հայաստանը ու անկախություն պարգևեց անոր իր երակույնով, զինանշանով, փանագով ու համալսարանով, այսօր ավելի քան երբեք ճակատագրական այս պահուն անհրաժեշտ է համընդհանուր պայքար, համասկային բորտկում հայրենիքին, հայ մարդու եւ վերության փրկության ի խնդիր դիմացություն։ Վճռական այս պահուն կարելի չէ լռել, կարելի չէ անդարբեր մնալ, կարելի չէ
ծերնածար մնալ, կարելի չէ համագերբիլ։ Կամ անձնասպանություն, կամ պայքար։ Հայրենիքն ու հայությունը վտանգված են, փառք այս սրբությանց համար ինգած նահատակներուն։ Հայրենիքն ու հայությունը վտանգված են, դգարությունն ու հաշտվողականությունը համազոր են ոչիրի մեղսակցության։ Պայքարը համընդհանուր է, ով որ քաչ է, ինչ կսպասե։ Գեցե հայ հաբողական տաշնակցությունը, գեցե հայրենիքի պաշտպանության համար նահատակ ծնող հայ ժողովուրդը, գեցե հայուն Հայաստանը, յուրաքանչյուր հայ ու դուն, հավերժական, ամբողջական Հայաստանը։